Մեր հասարակության մի զգալի հատված չի հավատում ընտրություններին։ Եվ նայելով այսօրվա քաղաքական իշխանությանը, որը գնում է բռնաճնշումների, որը գնում է տնտեսական միջոցով մարդկանց ճնշելու, հիմնարկների վրա, բաների, ֆիրմաների վրա, բիզնեսի վրա ճնշումներ գործադրելու եւ օգտագործելով պետական բոլոր հնարավորությունները, լծակները մարդկանց ճնշելու, ակնհայտ է, չէ, որ սա արվում է նրա համար, որ մարդիկ ակտիվ չլինեն եւ հանգարց մեկի մտքով չանցնի, որ կարող է ինքը ընդդիմադիր ուժի կողքը կանգնի, այսինքն մարդկանց վախացնելով, եթե մարդկանց վախացնում ես, դա նշանակում է, որ դու ճնշում ես գործադրում մարդկանց ազատ կամքի արտահայտության համար, արտահայտության վրա։ Սա նաեւ սրանից հետեւում է, որ մարդիկ կարող է գան քվեարկեն ինչ որ ուժի օգտին, բայց դուք հայտարարեք մի այլ բան։ Եվ ասեք, որ այդպես չի։ Եվրոպայում կամ Ամերիկայում ձեր բաները, հովանավորները, կասեն, որ դա այդպես է, դրա օրինակը Մոլդավիայում էր, երբ որ իրականում ընդդիմությունը հաղթել էր, բայց դարձրին այսպիսի մի պատմություն։